Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը։ Այն խորհրդանշում է հայ ժողովրդի անկախ պետականության վերականգնումը 1918 թվականին։ Չնայած կարճատև գոյությանը մինչև 1920 թվական այն համարվում է խորհրդանիշ անկախության, ինքնիշխանության եւ հավաքական կամքի հաղթանակի։ Armenia Today նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ է նրանց համար նշանակում անկախության տոն Հայաստանում, ինչ է խորհրդանշում Առաջին հանրապետության տոնը։ Նաև հետաքրքրվել ենք, թե հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին խոսում է իրական Հայաստանի տեսլականի մասին, իսկ Արցախը օկուպացված է, արդյոք այս երկու մոտեցումները չեն հակասում Առաջին հանրապետության արժեքներին։ Ես իմ հայրենիքում շատ լավ եմ զգում ամեն ինչը։ Իսկ անկախությունը գիտեք ոնց ես իմաստը չեմ ապրում, բայց շատ եմ սիրում Հայաստանը։ Ես կուզեի, որ առաջվեն Հայաստանը դրա կոմունիստների թվի, որ մարդիկ իրար սիրում էին, իրար կողքանած գնում էին պատրաստ բառած իրար ճանաչելու։ Մի կտոր հացը կիսում էին, ամենալավը, թող միշտ խաղաղ անամ երկիր լինի Հայաստանի համար։ Հայազգը ամենահպարտ ազգն է աշխարհում։ Ով հայ է, թող ուրախանա, թող հպարտանա, որ ինքը հայ է։ Դա աշխարհի Աստված այդ մեծ պարգևն է տվել։ Քրիստոնեությունը ընդունել ենք աշխարհում, ամենամեծ պարգևն է, բայց հայ լինի։ Ոչ թե ազգանունով, այլ հոգով։ Այո, զգում ենք։ Անկախությունը դա մի հզոր բան է երկրի համար։ Սիրում եմ իմ հայրենիքը, սիրում եմ իմ Հայաստանը։ Համեմատած մի քանի տարի առաջվա բավականին անկախ է։ Դեպ սարսափելի երկրում ենք ապրում։ Իհարկե, խոսքը ազատ է, մարդիկ ազատ են ապրում, ու իրանց կարծիքը շատ հանգիստ կարող են ասել։ Ինչ է ձեզ համար անկախությունը։ Ազատություն, ապահով զգալ, նես չի որ մտնես բացես գլխիդ խփեն սպանել։ Ես ինձ ազատ եմ զգում։ Հաշվի առնելով, որ վարչապետը խոսում է իրական Հայաստանի տեսության մասին, իսկ Արցախը օկուպացված է, արդյոք չենք ուրանում Առաջին հանրապետությունը։ Մենք հիշենք, որ այդ Արցախը 20 տարի, 30 տարի ոնց են կերել ու թալանել ու Արցախը ուղղակի նվիրել կրկին Ադրբեջանին, բերեք այդ չմոռանանք։ Վարչապետը ուղղակի փրկում է մեր այս փոքրիկ Հայաստանը, մեր Զանգեզուրը։ Անկախությունը մեծ մասշտաբի բան է, ասենք կարևոր է, որ մեր երկրի ղեկավարները լավը լինեն, ինչ որ թերություններ ունեն, հուսով եմ դեպի լավը կգնանք, հույս ունեմ։ Հաշվի առնելով, որ վարչապետը խոսում է իրական Հայաստանի տեսության մասին, իսկ Արցախը օկուպացված է, արդյոք չենք ուրանում Առաջին հանրապետությունը։ Արցախը մերն էր, կարծում եմ, մերն է պետք է մնար։ Այո։ Այսինքն երկիր է, իսկականից գնացեք ուրիշ տեղ, որ կամոզվեք։ Ազատ ապրում եմ իմ համար, ոչ մի վտանգ չկա, ոչ մի կից կախում չունեմ, աղջիկ ջան, ազատ ապրում եմ։ Կասկածներ ունեմ։ Ինչու։ Որովհետև կախվածություն եմ զգում։ Ումից։ Դե առաջ եմ Ռուսաստանից։ Չեմ կարող ասել, քաղաքականությունը մենք այնպիսի բարդ իրավիճակում ենք հիմա ապրում, որ ստիպված ենք բարդ քաղաքականություն վարել, մինչև որ ոտքի կարողանանք կանգնել։ Իսկ հաշվի առնելով, որ վարչապետը խոսում է իրական Հայաստանի տեսության մասին եւ Արցախը օկուպացված է, արդյոք չենք ուրանում Առաջին հանրապետությունը։ Չէի կարող ասել, բարդ իրավիճակ է։ Ոչ կարելի է Առաջին հանրապետությունը ուրանալ, ոչ էլ Արցախը։ Եթե դա ուրանանք, նշանակում է մենք պետականությունը վերջնականապես կկորցնենք։ Մարդիկ ազատ ման են գալիս իրենց երկրում, վտանգ չեն զգում։ Համարայո։ Շատ կարևոր է, որովհետև մարդը միշտ պետք է իրան զգա լավ։ Անկախության մեջ մարդը իրեն միշտ լավ է զգում։ Այս փոփոխությունները դեպի լավն են գնում, դրանից ենք զգում։ Այս բոլորս պետք է պետականամետ լինենք, պետությանը օգնենք, ոչ թե լրագրող իրան հերթին, են մեկ իրան հերթին, բոլորս քարկցենք։ Ոչ մի բան էլ նորմալ չի։ Չեք զգում, որ անկախ երկրում եք ապրում։ Ինչու։ Շատ պատճառներ կա, ցավը տանեմ։ Չէ։ Ինչու։ Ելնելով այն հանգամանքից, թե մեր արտաքին քաղաքականության ուղղությունը ինչ հանգամանքներով են որոշվում, ինչ գործոններով են որոշվում, չի ասի, որ ինքան էլ անկախ ենք, էլի։ Անկախության տոնը ինձ համար ինչպես եւ հուսով եմ իմ մյուս բոլոր հայրենակիցների համար մեր դարերով
անցած պայքարի հաջողության դրսևորումն է, որը մենք շատ հնարավորինս ամեն կերպով պիտի պահենք։